Արցախում ես եղել եմ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախյան առաջին գոյապայքարը։ Մենք հաղթել ենք ոչ միայն հմուտ կառավարման, ոչ միայն ռազմավարական գործողությունների, ոչ միայն բանակի արագ ձևավորման, այլ նաև փորձառու անձնավորության անձնական օրինակի շնորհիվ, անձնական օրինակի, որ հանրապետության նախագահը ավտոմատը ձեռքին, որտեղ որ պետք է եղել, ինքը հայտնվել է զինվորի կողքին։ Ինքը անընդհատ առաջի գծում է եղել, երբ ես եղել եմ տարբեր պաշտոններում անվտանգության համակարգում։ Ամենակարևորը, առաջին ազատամարտի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը եւ մնացած բոլորի պատասխանատուների ընտանիքները տեղում են եղել եւ միասին տարել են բոլոր այն զրկանքները, տարել են բոլոր այն դժվարությունները, որոնք որ կրել է Արցախը։ Հիմա մենք կարող ենք համեմատություններ անել, ովքեր են այսօրվա իշխանությունները, որոնք որ ասում են Արցախը հայկական չի եղել, իրենք չեն տեսել 150,000 բնակիչների, եկեղեցիներ, կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, ենթակառույցներ։ Իհարկե ստում են, մեր բոլորից խնդիրն է, որ այս ստախոսներին հեռացնենք իշխանությունից։ Համաձայն եք ինձ հետ։